Էլ 300-ից մեկը, էլ 500-ից մեկը։ Հայաստանի վարչապետը Facebook-ում գրում համաժողովներին հայտարարում է 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու ՔՊ-ի ծրագրի ֆինիշը երևում է։ 300 դպրոցի ծրագիրը արդեն ֆինիշը երևում է, որքան կարելի է ստել եւ անverջ ստել։ Հայաստանի կառավարությունը 2021 թվականին է հայտարարել, մինչև 2026 թվականը 300 դպրոց, 500 մանկապարտեզ են նորոգելու, կառուցելու, վերակառուցելու։ 2026 թվականը շատ մոտ է, բայց 2021-ից 2024 թվականները ուշադիր ամբողջական վերանորոգվել եւ շահագործման է հանձնվել ընդամենը 45 դպրոց, որը խոստացված 300 դպրոցի ընդամենը 15%-ն է։ Պնդումս գաղտնի տեղեկություն չէ, կարող եք մուտք գործել ԿԳՄՍ նախարարության կայքեջ, համոզվել, ավելացնում է ընդդիմադիր падգամավորը, որ չի զարմանում, բայց զայրանում է։ Հայաստանի վարչապետը ինչպես կարող է եւ ձախողել եւ միաժամանակ վստահեցնել 300 դպրոցի ծրագրի ֆինիշը երևում է, ավարտելուց հետո 1000 դպրոցի ծրագիր են սկսելու։ Պետք է սկսենք 1000 դպրոցի ծրագիր։ Այդ 1000 դպրոցի ծրագիրն էլ են 15%-ով անելու, բայց հայտարարելու, թե կատարողականը 100% է։ Քաղաքական մեծամասնությունը նախընտրական, այսպես ասած, նախընտրական մոդի մեջ է, եւ սա սուտ, սա քարոզարշավ է եւ արժեքների, համոզումների, իր ձախող եւ իր պարտությունների պրոյեկցիան վերաշարադրվում է։ Արագը դանդաղն է։ Վերլուծաբանները հասկացել են, թե ինչ հնարք է բանեցնում Հայաստանի վարչապետը։ Փաշինյանը 300 դպրոց, 500 մանկապարտեզ են կառուցելու խոսույթը փոխում է 1000-ն են կառուցելու խոսույթով, որ մարդիկ մեծ թվի ազդեցության տակ մնան, մոռանան ՔՊ-ի չկատարած խոստման մասին, մտածեն ինչ անի խեղճ Փաշինյանը, ավերակներ են ժառանգել նրան։ Մեր հանրակրթության համակարգը ըստ էության Իրանից ներկայացնում է ավերակներ։ Վերջին ամփոփ տվյալը ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականին է ներկայացրել։ Ըստ այդ վիճակագրության հանրակրթական դպրոցների մոտ 40%-ն է վատ վիճակում։ Վատ վիճակ ասելով նկատի ունեն ինչպես շենքային, այնպես էլ ջեռուցման, էլեկտրականության, ջրամատակարարման եւ այլ ենթակառուցվածքային խնդիրներ։ Հերթական սուտն է կրթական ավերակների մասին եւ բոլոր տեսակի ավերակների մասին անցյալը հրեշայնացնելու այսպես մի խոսույթ։ Նախկինների օրերից մի վիճակագրություն է հիշեցնում ընդդիմադիր падգամավորը։ Շինարարական բում հռչակած տարիներին ընդամենը 45 դպրոց հիմնանորոգած ՔՊ-ին հաստատված։ Քոչարյանի ժամանակաշրջանը, որ այդքան քարկոծվում է, Հայաստանի անկախության շրջանից մինչև 21 թվականը ընկած ժամանակահատվածում ամենաշատ դպրոցաշինություն մենք ունեցել ենք Ռոբերտ Քոչարյանի եւ Լևոն Մկրտչյանի ուրեմն նախարարության շրջանում կառուցվել է 107 դպրոց ամբողջությամբ։ Լավ ու վատ չհասկանալով, լավ ու վատ կառուցում են։ Ավելին խոստովանում, որ դպրոց կառուցում են, դպրոց կառուցել չիմանալով։ Մենք դպրոց կառուցել չգիտենք։ Մենք եք հասկանանք ոնց սովորենք։ Գոռանք, ճվանք, մեզ կտրենք։ Իսկ գուցե լացեք։ Ինչ կտրուկ գործ։ Հեգնում են վարչապետի ընդդիմախոսները։ Հետո մի լուրջ հորդոր անում Փաշինյանին չկոտրել դռները։ Գոնե իրենց իշխանության ժամանակ կառուցված դպրոցներում։ Իդեպ Հայաստանի ՔՊ-ական իշխանության օրերին հիմնանորոգված 45 դպրոցներից որևէ մեկում չես գտնի փառքի անկյուն։ Ընդդիմադիրները ընդգծում են, Նիկոլի Հայաստանում դպրոցական պատերը հանուն հայրենիքի զոհվածների մասին չեն պատմում։ Ասում են լավ սովորիր, որ լավ ապրես։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։